Ձեռք են բերել կոլագենային ըմպելիքի խտանյութ, Dobrogen ակտիվ ֆաբերլիկ ֆիրմայից է, արտիկուլն է 15953, նշեմ, որ կոլագենային ըմպելիք խտանյութը Dobrogen ակտիվը բնական սննդամթերք է, որը որ ազդում է հոդերի եւ աճառային հյուսվածքների վիճակի վրա, օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը, նպաստում է ուրեմն հոդակապային ապարատի ամրությանը, կանխում է հոդերի եւ միջողնային սկավառակների աճառային հյուսվածքի քայքայմանը, աջակցում է ներհոդային հեղուկի արտադրությանը եւ աճառային հյուսվածքների վերականգնմանը։ Խտանյութի 1 բաժինը 7 գրամը լրացնում է վիտամին C-ի ամենօրյա պահանջի 35%, տեսեք ինչ լավ է։ 30 դեղաչափ 1 փաթեթում տավարի կոլագենի հիդրոլիզատորը կոլագենի պեպտիդների աղբյուրը, որոնք մասնակցում են շարակցական հյուսվածքի եւ վերականգնման ու ամրապնդմանը, հիդրոլիզացված ուրեմն ձևի շնորհիվ այն լավ յուրացվում է օրգանիզմի կողմից, վիտամին C-ն էլ բնականաբար անհրաժեշտ է մեր օրգանիզմում սեփական կոլագենի բնական սինթեզի համար, ուժեղացում է կոլագենի ուրեմն հիդրոլիզատրի ազդեցությունը, սննդային արժեքը 1 բաժնի համար 7 գրամ, սպիտակուցներ 4.5 գրամ, լուծվող սննդային մանրաթելեր, այստեղ նայեք երևում է արդեն 1 գրամ, էներգետիկ արժեքը կալորիականությունը 1 բաժնի համար 7 գրամը 90 կջ 20 կկալորիան է, կկալն է դա։ Հետաքրքիր տարբերակ եմ ինձ համար ձեռք բերել, որ օգտագործեմ։ Գազմը բնականաբար շատ հետաքրքիր է, տավարի կոլագենի ուրեմն հիդրոլիզատոր ինուլին, այս հատվածում արդեն այստեղ նշվում է։ Ճագնդեղի փոշի, բուրիչ, բալի, տավարի ժելատինի ուրեմն հիդրոլիզատոր, գլյուկոզատի սուլֆատ, թթվայնության կարգավորիչ, գիդրոնաթթու, ասկորբինաթթու, խտացուցիչ գուարի խեժ, քաղցրացուցիչ, ուրեմն տուգրալոզա։ Հիմա միասին կփորձարկենք նաև 2 թեյ գդա խտանյութը առանց գագաթի, հիմա միասին կբացենք, դա 7 գրամն է, խառնում ենք 100 մլ ջրին, կաթին, կեֆիրին, ինչ կցանկանաք, մածունին կամ հյութի հետ, նույնիսկ հյութի հետ կարող ենք օգտագործել, հետաքրքիր է, կաթ, կեֆիր, մածուն կամ հյութ օգտագործելի սննդային բնականաբար եւ էներգետիկ արժեքը մեծանում է, չի թույլատրվում խառնել տաք հեղուկների հետ, ընդունեք օրական 1 անգամ դատեքստամոքսին նախաճաշից 40 րոպե առաջ, ուշադրություն խառնելիս հնարավոր է փոշու փոքր քանակությամբ նստվածք, այսպիսի բալի համով եմ, ես արդեն սովորական սենյակային ջերմաստիճանի ջուրը վերցրել եմ եւ 2 թեյ գդալ եմ, մենք միասին հիմա կփորձարկենք, սիրում եմ հետևել եւ հոգ տանել այն ամենին, ինչը որ մեր ձեռքերում է եւ անհրաժեշտ է։ Այսպես, այսքանը երբ բավական է 1 եւ այսպես 2։ Հիմա այս ամենը փորձենք մենք հարիչով անել, տեսնենք ավելի լավ երևի կստացվի, քան գդալով։ Լավ էր, ավելի արագ ստացվի։ Լավ է, ինտիրը։ Դատեքստամոքսին ենք փորձարկում անում, չենք մոռանում, 40 րոպե առաջ ուտելուց։ Շատ քաղցր է, ես երևի մի փոքր շատ լցրեցի։ Հրաշալի է, ոնց որ բալի հյութ լինի, իսկապես շատ եմ հավանում այսպիսի պրոդուկտներ, որոնք որ ամրապնդում են մեր առողջությունը եւ համեղ են։ Ես կվայելեմ այն Dobrogen-ը, կմնա ինձ մոտ արդեն ամենօրյա առավոտյան օգտագործման համար, լինկը նկարագրության բաժնում եք գտնելու, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ տարածել վիդեոն, որպեսզի ձեզ համար հետաքրքիր եւ յուրօրինակ վիդեոներ գտնեք եւ բնականաբար մուտք գործեք եւ ձեզ համար ձեռք բերեք առայժմ։